Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի այրենակիցներ, Տիկին Ղազարյան, ձեր պատասխանից ես կարողա թվաբանություն արեցի տեղում, եթե 25 գրասենյակից փակվում է մնում է 12-ը։ Կոնկրետ դիցուկ Մարտունի օրինակով վերցնենք, մարզի օրինակով 5 գրասենյակներ կան, դառնում է 1-ը։ Այդտեղ աշխատողների աշխատուժի կրճատում ոչ չի լինելու, կուզենամ, որ դուք ավելի մանրամասն, ասեք 5 աշխատողից, այդ 5-ը որտեղ են գնալու աշխատելու, մնալու է 1-ը Գեղարքունիքի մարզում։ Ավելի պետք է ստակեցվի, որ ստեղ մեզ լսողները հասկանան իրենց հետագա աշխատանքային գործունեության ճակատագիրը, որպեսզի որտեղ պարզ թվաբանություն է դի, եթե 25-ը կիսում ես, դառնում է կեսը ուղիղ, այդ կես աշխատողները ուղիղ 50%-ը որտեղ պետք է տեղավորել, կամ ինչ եք մտածել դրանց մասին, եւ երկրորդը նախորդ անգամ, որ բերվեց գույքի գնահատման մասին օրենքը, ստեղ միշտ հիմնավորման մեջ մի քիչ նախկիների վրա գծվեց, որ նախկիները ճիշտ չեն գնահատել, ինչ արդյունքում շենքշինությունների գույքարկի մասով պակասեցվել է, նվազեցնող գործակից է տրվել, որի արդյունքում գույքարկը պակաս է հաշվարկվել եւ պնդվեց, որ կան իրավական գործընթացներ, քրեական վարույթներ, որոնց արդյունքում տեխնիկական եւ մտածվածին բնույթի խնդիրները պետք է բարձրաձայնվի, վերանվի։ Կուզենամ, որ դուք նշեք այդ նոր օրենքի կիրառման արդյունքում քանի միավոր գույք վերագնահատվեց, ինչքան գումար լրացուցիչ մտցվեց բյուջետ, թե ընդամենը պետք էր, որ այդ օրենք անցկացնեիք, այդ հիմնավորման տակ կարողացաք անցկացնել եւ վերջ։ Այսինքն շատ հստակ է խնդիրը դրված, եթե կան սխալներ, ասեցիք, եթե անգամ գնահատվել էլ շատ է գնահատվել, վերահաշվար կանենք եւ աշխատանք կանենք որպես եկող տարիների գերավճարի տեսքով։ Այս թվերը ուզում եմ դուք հստակեցնեք եւ առաջ հարցի եւ երկրորդ հարցի մասով, որպեսզի թափանցիկությունը եւ լրիվությունը ապահովի, ես կարողանամ իմ հարցադրումներից հասկանամ։ Շնորհակալ եմ։